Ողջույն։ Սիրիայում կոտորած է նոր իշխանության թուրքական ձեռագրով։ Զոհ են գնացել նաև հայր ու որդի։ Սիրիայի հատկապես ալավիներով բնակեցված վայրերում հայերը շատ են, մշտական վտանգի տակ են։ Կոչեր են հնչում Հայաստանի իշխանությանը ձեռնարկել քայլեր այնտեղ ապրող հայերին ձեռք մեկնելու, Հայաստան տեղափոխելու համար։ Իսկ սրանք զբաղված են ոչ մեկին օգուտ չտվող գործերով։ Երեկ առավոտյան Փաշինյանը տեսանյութ է տարածել հեծանիվ քշելը վերսկսելու մասին։ Հետո հանկարծ Գյումրիում նախընտրական արշավ էր անում։ Այսօր իրար հետևից 7 գրառում է արել, որից 3-ը այն մասին, թե իրեն ով է բերել իշխանության։ 4-րդ գրառմամբ քաղաքաշինության կոմիտեի մամուլի քարտուղարի գործն է արել, մանկապատանեկան կենտրոնի ռեմոնտի մասին։ Մի գրառմամբ էլ Պեկ նախագահի լրատվական բաժնի աշխատողներից մեկի գործն է արել, գրելով, թե քանի հոգի է միացել համընդհանուր հայտարարին եւ այլն։ Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա էլ կոշիկներն է ցույց տվել համացանցում։ Գյումրիում երեք տեղի էր ունենում on-line թատրոն։ Ներսում հանդիսատես չկար, ուղղակի մեկ գլխավոր դերասան էր ու մասովկա ապահովողներ։ Գերթանկարժեք հագուկապով, որոշները գերթանկարժեք ավտոմեքենաներով, պետական միջոցներով գնացել էին Գյումրի ու խոսում էին ոչ ավել ոչ պակաս Թալանի մասին։ Նախընտրական քարոզարշավ է, այս անգամ Թալանի վերադարձ լոզունգով։ 2018-ի արտահերթ ընտրություններին Նիկոլը մասնակցում էր տնտեսական հեղափոխություն լոզունգով, ձախողվեց։ 2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցում էր խաղաղության դարաշրջանի լոզունգով, այդ լոզունգն էլ ձախողվեց։ Երևանի 2023 թվականի քաղաքապետի ընտրություններին մասնակցում էր ասենք կանենքով ու էլի, ինչպես միշտ, ու հիմա Թալանի վերադարձ։ Մի պրավայել էլ սա է լինելու։ Կան ֆուտբոլասերներ, որոնք միշտ աբսուրդ խաղադրույք են անում ու պարտվում։ Մեկին ճանաչում եմ օրինակ։ Խաղադրույք է անում, թե որերորդ րոպեին ով գոլ կխփի։ Ասում են, որ դա իսկի վանգան չի կարող գուշակել, բայց ընկերս անում է ու ասում, եթե հանկարծ խփի, ին դրած 1000 դրամը կդառնա 2.5 միլիոն։ Հա, կդառնա, բայց կխփի։ 7 տարի լինել իշխանություն, 7 տարի ասել Թալանի վերադարձ, բայց իրական հողի վրա ցույց տալ 15 տարվա ավտո խնդալու է։ Դուք որ գնացել եք Գյումրի այդ շքախմբով, ավելի շատ գումար եք ծախսել պետության հաշվին, քան ձեր հետ բերած ռենջն է։ Այն պետական ավտոմեքենաները, որով գնացել եք Գյումրի, գնվել են 2018 թվականից հետո։ Վարչապետ, աշխատակազմի ղեկավար, նախարարներ, ազգային ժողովի նախագահ, անվտանգության խորհրդի քարտուղար եւ այլն, բոլոր այդ ավտոները գնվել են հեղափոխական պետական բյուջեի հաշվին։ Դրանք իրար գումարած ավելին արժեն, քան 7 տարվա ընթացքում ձեր իբր հետ բերած Թալանը։ Էսա Թալանը։ Խանութներում նիսյայի տետրեր ունեցողները հիմա պաշտոնի են ու մի քանի հազար դոլարանոց հագուկապ ունեն։ Էտա Թալանը։ 7 տարվա ընթացքում իբր Թալանից քո բերած գումարները անգամներով քիչ են, քան ընդամենը անիֆով ձեր վատնումները, ու երբ ելույթում ասում ես Թալանի վերադարձ, մարդկանց մոտ հարց է առաջանում. ձեր օրոք արված Թալանը երբ է վերադարձվելու։ Դուք ոչ թե Թալանի վերջ եք դրել, այլ հուժկու Թալանի սկիզբ։ Գյումրեցիներն ասում են, որ երեք Գյումրիում Նիկոլը մերժվել է, արժանացել է սառը ընդունելության, ընդամենը այստեղից գնացածներով հավաքվել են, ժողով ելույթ ունեցել, հետո նեղ կռուգով զբոսնել, փող ծախսել ռեստորանում ու հետ եկել։ Գյումրեցին ինչու է մերժել։ Մի քանի օրից լրանում է 7 տարին, ինչ դու Գյումրուց քայլելով եկար դարձար վարչապետ։ Իսկ այդ քաղաքի համար ինչ ես արել։ Ոչինչ, բայց երեք գնացել ու փորձում էիր ձեռքերիդ կեղտը քսել մարդկանց վրա, ովքեր Գյումրին քարոքանդ վիճակից սարքել են։ Ի պատասխան Գյումրիում ունեցած հերթական ելույթին, որի ժամանակ նաև Ռոբերտ Քոչարյանի հասցեին էր ինչ-որ բաներ ասել, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը ասում է. մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյումրիում գոնե 7 հատ փայտից զուգարան սարքեր։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ 98-ից 2007 թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458 000 քառակուսի մետր բնակելի շենք։
այդ թվում միայն բնակարանաշինություն ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք, 2095 բնակարանով։ 1998-2006 թվականներին Շիրակի մարզում գործարկվել են մի շարք հանրակրթական հաստատություններ ընդհանուր 13000 աշակերտի համար։ Վերականգնվել է հանրակրթական հաստատություններ շուրջ 4000 աշակերտի համար։ Պետական ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ վերանորոգվել են մշակույթի հիմնարկներ։ Շիրակի մարզում ընդհանրապես եւ Գյումրիում մասնավորապես կատարվել է ճանապարհաշինական եւ այլ ենթակառուցվածքների զարգացման շատ մեծ աշխատանք։ Լուսավորվել, բարեկարգվել են Գյումրու բազմաթիվ թաղամասեր, բարեկարգվել են պուրակներ եւ այլն։ Այս թվարկածը սարվել է երկրորդ նախագահի օրոք։ Քո օրոք ինչ է սարվել։ Երբ դու եկար իշխանության, մնացել էր լուծելու 5000 շուրջ 400-ից ընդամենը 450 ընտանիքի տանիքի ապահովման հարցը։ Ասացիր, կարող է մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ունեցվածքը պարտվել է, պետությունը բան չունի տալու։ Ասացիր, կարող է տունն առել է ու վաճառել է, բան չունենք տալու։ Ու այդպես որոշեցիր, որ պետության ստանձնած պարտավորությունները չես կատարելու, որովհետև ըստ քեզ 88-ին ոչ թե երկրաշարժից են տները կորցել, այլ կազինոյում պարտվելուց։ Բայց այդ փողերը ծախսեցիք ձեզ վրա։ Ոչինչ չսարքելով, սարքողին էլ անվանարկում ես։ Ռոբերտ Քոչյանը Գյումրիում սարքել է 85 բազմաբնակարան շենք, միայն բազմաբնակարաններն եմ ասում։ Երբ դու 86 հատ բազմաբնակարան շենք սարքես Գյումրիում ու բաժանես, ոչ թե ծախես մարդկանց վրա, նոր կփորձես մունատ գալ մեղադրել։ Այո, անցնող տարիներին, այդ թվում քո օրոք Գյումրիում շենքեր են սարքվել, սրճարան, ռեստորաններ, խանութներ, բայց դրանց հետ դու ինչ կապ ունես։ Մասնավորը սարքելա իր համար բիզնես է անում։ Որ Քոչարյանը Գյումրի էր գնում, տանում էին շրջայցի իր կառուցած թաղամասերը ու շենքերը։ Երեք քեզ որտեղ էին զբոսանքի տարել։ Քո սարքածներն էին, թե Քոչարյանի։ Այն սիրուն փողոցը քո սարքածներ, թե Կարեն Կարապետյանի։ Քոչյանի կառուցածը տեսնում ենք, քո կառուցածը չենք տեսնում, բայց մեկ է, դու Քոչարյանի թալանից ես խոսում։ Հենց Գյումրին կենթանի օրինակն է, ով էր զբաղված կառուցելով, ով թալանով։ Այս ինչ ես ասում եմ, գյումրեցիներն էլ են ասում։ Այո, Գյումրիում կյանքը եռում է, հատկապես տուրիստական, բայց դու ինչ կապ ունես։ Գյումրիում, ինչպես որ հանրապետության բոլոր մասերում մարդիկ խոսում են ձեր թալանից։ Քանի որ մարդկանց սոցիալական վիճակը գնալով վատանում է, աղքատությունը խորանում է, հարցնում են. լավ, բա հիմա ինչու ենք վատ ապրում։ Ու պատասխանում են, որովհետև մեզ թալանում են։ Ամենօրյա թեմա է ձեր կոռուպցիան, թալանը, ազգուտակով պաշտոնյա աշխատելը, ձեր բռնված ու բաց թողնված ու չբռնված թիմակից թալանչիները։ Ու դու նյարդայնանում ես, որովհետև պատասխանը չունես։ Դու քո թիմակցի $20,000 չվերթի պատասխանը չես կարողանում տալ ժողովրդին։ Դու քո թիմակցի մեկ օրում 2 տուն առնելու պատասխանը չես կարողանում տալ։ Դու քո աներձակի մինչ հեղափոխական սոված, բայց հիմա արդեն դղյակատեր դառնալու պատասխանը չունես։ Դու Ավինյանի բազմամիլիոնանոց դղյակի պատասխանը չունես։ Դու քո հեղափոխական թիմակցի թանկարժեք կոշիկների պատասխանն էլ չունես։ Այ դրա համար էլ նյարդայնանում ես։ Գյումրիում դրամահավաք էր ընտրությունների համար։ Ինչ եղավ ձեր նախորդ դրամահավաքներում։ Դրա պատասխաններ չես տվել։ Իսկ նախորդում Երևանի ավականու ընտրություններում պարզվեց ինչ որ մարդկանցից անձնագրերը հավաքել էիք ու նրանց անվան դիմաց 2.5 միլիոնական դրամ գրել իբր նվիրել են ՔՊ-ին։ Ուզում էիք իբր ցույց տալ, թե ժողովուրդ մեր կուսակցությունը փողի կարիք ունի, դուք եք մեզ ֆինանսավորելու, բայց դուք այդ փողը վաղուց հավաքել եք ժողովրդին քերթելով։ Դուք արդեն վաղուց միլիոնատերերի կուսակցություն եք։ Դու էլ ես սաղ գիտես, ու հենց դրա համար էլ քո ջղային ներվային պահվածքն է, նյարդային գրգռումներն ու նոպաներն են։ Դու հիմա որքան էլ փորձում ես ասել, այ 30 տարի թալանբան, մարդիկ անընդհատ խոսում են այն մասին, թե դուք ինչեր եք անում։ Կրկնում եմ, չես կարող $500,000 ավտոյով, որը գնել ես աղքատ ժողովրդի հաշվին, գնալ մարդկանց հանդիպել ու ասես, թե քեզ թալանել են։ Գյումրիում ժողովրդի կողմից սառը ընդունելության արժանանալուց հետո այսօր Նիկոլը չի հանգստանում Facebook-յան գրառումներ անելով։
3 ժամում 3 հատ գրառում էր անում ու ինքը իրեն ու ժողովրդին փորձում համոզել, թե իրեն ժողովուրդն է բերել։ Այս նկարագրածս աղքատության, խեղճության ու նաև Արցախ հանձնելու դավաճանության ֆոնին սաղ ժողովրդի մոտ է քննարկում, որ սա թուրքական պրոյեկտ է, հայկական չէ։ Նիկոլը որպես պարան մեր ժողովրդի վզին փաթաթված պրոյեկտ է ու ինքը տեսնում է, որ ով է բերել Նիկոլին թեման, որը քննարկում է ամբողջ ժողովուրդը, մեծ լեգիտիմություն ունի, որովհետև սաղ ժողովուրդը հասկանում է, ինչ չարիքի հետ գործ ունենք ու հարց է բարձրացնում. լավ, այս չարիքը ոնց մեր գլխին փաթաթվեց։ Նիկոլին բերելն ընկալվում է որպես հանցագործություն, դրա համար էլ բերողները յան են տալիս թեմայից։ Որ մարդկանց հարց ես տալիս, քչերն են ասում, հա, մենք մասնակցել ենք ակցիաներին, քվեարկել ենք, ափսոսացել ենք, մեծ մասն ասում է, չեմ մասնակցել 2018-ի ավանտյուրային առաջակարգներ։ Այսինքն ժողովուրդը գիտակցում է չարիք լինելը, իսկ Նիկոլը հակառակը անընդհատ ուզում է շեշտել, թե այ ժողովուրդ, դու ես ինձ բերել, կտերը չեն ուտվում։ Մի հատ մտեք Նիկոլի գրառումները, որտեղ գրում է, թե իրեն ժողովուրդն է բերել, կարդացեք հենց ժողովրդի մեկնաբանությունը։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը բնազդով զգում է, որ Գյումրու ընտրությունների արդյունքը կարող է իր իշխանության վերջի սկիզբը լինել, կարող է զրկվել իշխանությունից ու հետևաբար անվտանգային ճոխ երաշխիքներից ու այն մեծ թալանի հնարավորությունից, որ այսօր ունի։ Իսկ թալանի վերադարձ լոզունգը այլևս սխալ խաղադրույք է, ուշացած գնացք։ Հայաստանում կան գյուղեր, անգամ Երևանի թաղամասեր, որոնցում բնակիչների գնահատականը մեզ համար, կոնկրետ ինձ համար ցուցիչ է Նիկոլի իշխանության տևողության վերաբերյալ։ Այժմ այդ հատվածներում պատկերը այնպես է փոխվել, որը հույս է տալիս մեզ հուսահատություն Նիկոլին ու անգամ ջղաձգումները չեն օգնի։